Պարոն Աբովյան, օրեր առաջ ականատես եղանք, որ հերթական անգամ ապացուցվեց, կարելի ասել, որ Հայաստանում մարդու իրավունքները գետնին են հավասարվել, կարելի ասել։ Հենց Պաշտոնյայի մասնակցությամբ խոսքը նոր վարչական շրջանի ղեկավարի մասին է։ Նրա մասնակցությամբ ծեծի ենթարկվեց ակտիվիստ Արտուր Չախոյանը։ Մինչ օրս թաղապետը պատժված չէ, ավելին նրա կուսակցության ղեկավարը այսպես է մեկնաբանում, ասում է, որ այդ ամանը սադրանք էր կազմակերպված ռուսական կողմից։ Ըստ ձեզ արդյոք նոր-նորքի թաղապետը այդպես որպես քաղաքական գործիչ իրենից այդպես կարևորություն մեծ արժեք է ներկայացնում, որ պետք է Ռուսաստանի դեսպանատունը սադրանք նախաձեռներ։ Չէ, սա գիտեք այնքան ակնհայտ անհեթեթություն է եւ հիմարություն, որ նույնիսկ մեկնաբանել չի ստացվում։ Ես հասկանում եմ, որ քաղաքական որոշ ուժեր փորձում են դիվիդենդներ, կամ ասենց մի քիչ տակից դուրս բրծնեն ու այդ խուլիգանությանը, լոկալ խուլիգանություն շուտ աստար տան արդարացնելու համար, բայց դա ինքը հիմարություն է, շատ բարձ պատճառով պատկերացնում եք, չէ՞։ Մոսկվայում FSB-ի գեներալները նստած, տենց կամ գրոյի գեներալները նստած, տենց դավեր են հյուսում, որ մասիվի աղապետին տենց ինչ-որ բանը սադրանքի ենթարկեն։ Մի խոսքով ինքը անհեթեթություն ասते կարելի է պարզապես այլ կերպ ասել։ Գիտեք, ես չէի սևեռվի ինչ-որ մենակ մի կուսակցության կամ մի անձի կատարվածի հետ կապված, որքանով տեղյակ եմ քրեական գործել են հարուցել։ Ես դրա վրա չէի սևեռվի, ես ավելի շատ կսևեռվեի հենց ինքը երևույթի վրա, որ այսօր ունենք մի իրավիճակ, որ ըստ էության մարդիկ, որքանով ես տեղյակ եմ, բացահայտել են մի իրավիճակ, որը շատ մոտիկ է կոռուպցիոն ինչ-որ գործընթացների, կասկածներ է առաջացնում նվազագույն, ամեն ինչ այդ մանկապարտեզից չէ ստացվեց։ Այո, որ հրապարակեցին տեսանյութը։ Եվ այս պարագայում իշխանությունները պետք է, եթե իհարկե իշխանությունները հետամուտ լինեին, նվազագույն իրենց գոնե մի խոստմանը, խոստումներից մեկին, որ ազնուրած պայքար հենց իրենց շարքերում պետք է տանեն, որ բացահայտեն թերությունները, ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ, ես չեմ ուզում էլի շատ սևեռվեմ այս ամեն ինչի վրա, եւ այստեղ բնավ ոչ քաղաքապետ, ոչ թաղապետ այս կոնտեքստում չի էլի դիտարկվում իրավիճակը սխալ է լոկալիզացնել։ Սա համատարած սենց ամենալայն առումով համատարած փորձեն ձևակերպել խոստումների գետնին տալու գործընթացը, ստեղծած ստացվում է ինչ, որ եթե մարդը ակնհայտ տեսնում է ինչ մի գործընթաց, չէ, օրինակ կասկած առաջացում, ես չեմ ասում է կոռուպցիա կա թե չկա, այլ պատմություն այս ցույց կտա էլի զարգացումների իրավիճակը, բայց ակնհայտորեն նորին կասկածներ են առաջանում։ Արամ Սարգսյանը նոր չէ, քաղաքականության մեջ, արդեն կարելի ասել փորձառու գործիչ է։ Ըստ ձեզ ի՞նչն է նրան, այսպես ասած, դրդել, որ նման վերլուծություններ հանգի, որ Ռուսաստանի դեսպանատունը պետք է հենց իրենց նկատմամբ սադրանք սկսի։ Ի՞նչն է նման վերլուծությունների առիթ տվել ըստ ձեզ։ Կան ուժեր, որոնք երկու խնդիր են լուծում, մի կողմից ռուսոֆոբիա կրկին գեներացնելու, մյուս կողմից փորձեն արդարացնել իրենց քայլերը, այսպես ձևակերպենք։ Այս պարագայում երկուսն էլ տեսնում ենք, փորձում են քայլերը արդարացնել, հայն ինչու քաշ տալ, տենց քաշ ես նկատի ունեմ վեցելի, տենց ծանրակշիռ ինչ-որ իջադեպին չէ։ Ակնհայտորեն կամերաների առջև բարդեն ծեծե տացոքով։ Ինչ եք դուս տալի, ինչ եք խոսում։ Հասկանում ենք, խնդիր կա, քաղաքական խնդիր կա, հասկանում ենք, որ դուք իբր արևմտամետ եք եւ արևմտյան իբր իրավունքների արժեքների ջատխելում, Բայց ամեն ինչ ունի չափուսման, հասկանում են, հիմա փորձում են ինչ-որ մի ձև իրանք իրենց արդարացնել, բայց դա աբսուրդ է, էլի։ Սա համաունչ այն քաղաքագիտական շիզոֆրենիային, որը տիրում է առհասարակ Հայաստանում։